Կհիշեք, որ Սերժ Սարգսյանի նախկին հանրապետական մարզպետը հայ զինվորին, ծագրավորին ցանկացել էր մահանալ։ Կատակ չեմ անում, չեմ չափազանցնում, նայենք։ Սա երկրորդ դեպքն է արդեն, որ հայ ծագրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ ծագրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Հիմա սա, այս աննորմալը, Կալուգացիների ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակով կդառնա падգամավոր, եթե մանդատից չհրաժարվի։ Եվ ես կարծում եմ, որ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, եթե չեն կիսում այս հայտարարությունը, պետք է հորդորեն այս աննորմալին դնել մանդատը եւ չգալ ազգային ժողով։ Հակառակ դեպքում, եթե նա գա ազգային ժողով, մենք համարելու ենք, որ ուժեղ Հայաստանը կիսում է այս կարծիքը եւ նույնպես մահ է ցանկանում հայ զինվորին եւ հայ սակրավորներին։ Եվ հետեւաբար ազգային ժողովում դաժան օրեր են սպասվում ոչ միայն այս Սերժի մնացուկին, այլ նաեւ ազգային ժողովի Կալուգյան ամբողջ համայնքին։